Եվ մի երրորդ հրեշտակ գալիս է նրա հետևից և բարձր ձայնով ասում. «Ով որ երկրպագեց գազանին կամ նրա արձանին, կամ նրա դրոշմը ընդունեց իր ճակատին կամ իր աջ ձեռքին, այնպիսին պիտի խմի Աստծո ցասման բաժակից, և հրով ու ծծումբով պիտի այրվի Աստծո և գառան առջև»։ Գիտենք, որ գլխավոր մոլորեցնողները երեքն էին՝ վիշապը, մեծ գազանը և փոքր գազանը։ Նրանց ընդդիմակաց դրեց Ենովքին ու Եղիային։ Երբ մեծ գազանը սպանեց նրանց, ինքն էլ սպանվեց Քրիստոսի կողմից։ Ապա նեռի հետևորդներին դարձի կոչելով առաքեց 3 հրեշտակներ, որոնցից մեկն էլ սա է. ով նեռի հետևորդներին ոչ թե սոսկ ծանոթացնում է ապագա պատիժներին, այլև Աստծո մեծ մարդասիրությամբ քարոզում է, որ դարձի գան։ Եթե նեռի դրոշմը ունեցող մոլորվածները ամբողջ սրտով դարձի գան, կփրկվեն սպառնացող պատիժներից։ Իսկ նրանց զղջումը ընդունելի կլինի, ինչպես այժմյան ուրացողներինը։ Անխառն գինին իմացիր, չզղջացողների անողորմ դատաստանն ու պատիժն է, քանզի չի լինելու Աստծո ողորմության և կթության ջրից մի կաթիլ անգամ։ Անողորմ դատաստան է լինելու ոչ այնքան պատժի սաստկության, որքան հարատև լինելու պատճառով։ Երբ ասում է Աստծո և գառի առջև, պետք է իմանալ նախ Աստծո վճռական արդարությունը, քանզի ում վրա թագավորները սաստիկ են բարկանում, պատժում են հենց իրենց աչքի առջև։ Երկրորդ, հավիտենականությունը, քանի որ որքան հարատև է Աստված գառան հետ, այնքան էլ հարատև է տանջանքը։ Եվ նրանց ծուխը պիտի բարձրանա հավիտյանս հավիտենից։ Ասում է. հանգիստ չունեն գիշեր ու ցերեկ, այսինքն ամենևին հանգիստ չունեն, քանզի ինչպես երկնքում չկա գիշեր, այդպես էլ դժոխքում չկա ցերեկ։ Անհանգիստ են ոչ միայն պատժի պատճառով, այլև խղճմտանքի, քանզի զղջալու են հուսահատությամբ։ Եվ այստեղ է ահա սուրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծո պատվիրանները և Հիսուսի հանդեպ իրենց հավատը։ Համբերող սուրբերը այստեղ պիտի ուրախանան տեսնելով նեռի հետևորդների հատուցումը և պիտի քաղեն իրենց համբերության պտուղը լսելով հավիտենական կյանքի ավետիսը։ Արդարը պիտի ուրախանա տեսնելով հատուցումը։ Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. գրիր երանի այն մեռելներին, որոնք այն ժամվանից իսկ ննջեցին իդեր։ Այս է ասում Հոգին, հանգստացան իրենց տքնությունից։ Հոբն ասում է. մահը մարդու համար հանգիստ է, այսինքն հանգիստ է սուրբ մարդու համար, որովհետև Աստված, այսինքն աստվածային փառքն է շրջապատում նրան։ Այդ պատճառով է ասում. երանի այն մեռելներին, որոնք ննջեցին իդեր, այսինքն Տիրոջ հույսով ու հավատով ննջեցին։ Քանզի թեև մարդկանց աչքում թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հավատի հույս ունեն։ Իսկ մեղավորի մահը չար է, որովհետև նրան դևերն են շրջապատում։ Եվ տեսա մի սպիտակ ամպ, և ամպի վրա նստել էր մեկը նման մարդու որդուն, նա իր գլխին ուներ ոսկե պսակ և իր ձեռքին սրած գերանդի։ Ամպեղեն կարգով պսակազարդ Քրիստոսն է, ինչպես հունձքի ժամանակ արտատերը մեծ ուրախությամբ է հնձի գնում, հաճախ էլ ինքն է վերցնում գերանդին ու հնձում, այդպես էլ Քրիստոս ուրախությամբ է գալիս հնձելու, ինչի նշանը սպիտակ ամպն է։ Ուրախ կլինեն ինչպես հունձքի օրերին, և հրեշտակներին պիտի ասի. նախ հնձեցեք ցորենը, ինքն էլ նրանց հետ պիտի սկսի հնձել, որովհետև դա է արքային վայել։ Ինչպես մեծամեծ հողագործներն են իրենց մշակների հետ հունձք անում, այդպես էլ այգետերերը։